մնացածինը նենց է կարե, որ ձեր հետ ոչ մի տիպի տեղ չեն ուզում գնալ, որտեղ դուք զզվելի եք դարը մարդկանց համար, որտեղ դուք իմ նման, Վազգենի նման մարդկանց, որոնք սաղի աշկի առաջ տարիներով, համապատասխան ձևով ճղվելով, ցույց տալով, որ ախպեր, եկեք սենց անենք, էս անենք, այն անենք, այն անենք, ոչ մի տիպի բացի Նիկոլին խփելու օրակարգից ուրիշ օրակարգ չունենք, մեզ դրել ինչ ասես ասում եք։ Մեզ նայող լսարանի 75%-ը ձեզնից հետ է տալի, որտեղ դուք էդ եք, ու ձեր սարկածը մաքսիմում էդ կարարելն էր։ Ես որ ժամանակին էլ անուններ չեմ տալի, մարկանց ում հետ շփվում էին, ասում էի, ապե ձեզ են վնաս տալի, ընկեր ջան, քեզ ձեզ են վնաս տալի։ Այդ ընկեր ջաններից շատերն ասում էին, ախպեր, դե ինչ անենք, մենք իրանց վրա կոնտրոլ չունենք, բայց ապետ ավելի վատ է, եթե դու քաղաքական կերպար ես ստեղծել, որ երկրորդ նախագահը աշխարհի ամենաուժեղ լիդերն ա եղել, ու ինքը իր կողմնակիցների վրա կոնտրոլ չունի, այդ շատ վատ է։ Բավարը երկրի վրա ո՞նց է կոնտրոլ ունենալու։ Եթե ինքը կոնտրոլ չունի, կակոյնի բույս Քրիստինե Նազարյանի վրա, բա ինքը, բավարը երկիրը ինչ կոնտրոլով է վերցնելու իր